Վաղը Հայաստան է ժամանելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչ օրակարգով է Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան ժամանում Երևան եւ ինչ փաստաթղթեր են պատրաստվում ստորագրել։ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնը եւս մեկ անգամ օգտագործել է քարոզչական նպատակներով, հորինած հեքիաթն այս անգամ 44-օրյայում հայկական կողմից վարձկանների եւ ահաբեկիչների կռվելու մասին է։ Ռուբեն Վարդանյանն արդեն երրորդ անգամ է իր ծննդյան օրը դիմավորում Բաքվի բանտում։ Նա դարձավ 58 տարեկան, ուղերձ է հղել ադրբեջանական բանտից խորհրդանական ընտրությունների վերաբերյալ։ Ինչու են մարդիկ Հայաստանում սկսել վատ ապրել, դարձել պարտքի ու բանկի գերին։ Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, կա 1 զոհ եւ 3 վիրավոր։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Վաղը Հայաստան է ժամանելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Իսկ թե ինչ փաստաթղթեր են նախատեսվում, որոնք ստորագրվեն Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև Ռուբիոյի այցի ժամանակ, արտաքին գերատեսչության ղեկավարը շատ փակագծեր չի բացել, բայց ձևակերպումները լակոնիկ ինտրիգով է արել։ Կստորագրեն, կտեսնենք։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստանի եւ Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների ֆոնին գալիս է Հայաստան։ Ինչ օրակարգով Հայաստանի արտաքին գերատեսչությունից միայն արարողակարգային հայտարարություններ են։ Կկայանա Արարատ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Խորհրդարանական ընտրություններին 2 շաբաթից էլ պակաս է մնացել։ Եվրամիությունից Մակրոնի այցը Հայաստան եւ նախընտրական շրջանում գործող իշխանություններին աջակցելու դոզան կարծես թե նվազել է։ Փորձագետներն են ասում։ Հիմա ԱՄՆ-ի աջակցության հերթն է եկել, չնայած որ գործող իշխանությունները բացառում են դա։ Այո, այդտեղ կարող է լինել նախընտրական աջակցության բաղադրիչ, չեմ կարծում, թե միայն դա է եւ ամենակարևորը դա է։ Իսկ թե ինչ փաստաթղթեր են նախատեսվում, որոնք կստորագրվեն Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև Մարկո Ռուբիոյի այցի ժամանակ, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի ձևակերպումներն ինտրիգային են։ Ասում է կստորագրեն, կտեսնենք։ Մինչև այդ Փաշինյանն էր հայտնել, թե առաջիկայում ԱՄՆ-ի հետ ստորագրվելու է TRIP նախագծի վերջնական պայմանագիրը եւ իրագործվելու է այդ փաստաթուղթը, ինչի արդյունքում ըստ կառավարության ղեկավարի Հայաստանը դառնալու է խաղաղության խաչմերուկ։ Կարծում եմ կքննարկվեն նաև դրանց ֆինանսական բաղադրիչները, որովհետև նախընտրական գեղեցիկ խոսքեր ասել իհարկե լավ է, բայց դրանք կարժենան 100 միլիոնավոր դոլարներ եւ չեմ կարծում, թե Հայաստանը կարող է ի վիճակի է ինքնուրույն արագ դառնել։ Չեմ բացառում, որ արձագանք լինի նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ մենք Ռուսաստանին չսպասելով մեր միջոցներով սկսում ենք Հայաստանում ասող երկաթուղիների վերանորոգումը, խոսքը ախուրիկի հատվածի մասին է եւ երազքի, այսինքն դեպի Թուրքիա, դեպի Նախիջևան։ Եվ որքան էլ Հայաստանը արտաքին գերատեսչության մակարդակով հայտարարի, որ Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերը խզելու հարցում, Ռուսաստանն ավելի է ուժ գնացնում պրեսինգը հարավային հարևանի վրա հյուսիսից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն վտանգել է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները եւ նրա գործողությունները հետևանքներ են ունենալու։ Հավանաբար նա մեզ հիմար է համարում։ Միևնույն ժամանակ ինքն է խիստ սխալվել եւ իր երկրի համար չափազանց վտանգավոր գիծ է վարում։ Մտածեք, այս շատ սպეციფიկ անձնավորության գործողությունների պատճառով կտուժի Հայաստանի ամբողջ ժողովուրդը, որը կկորցնի ռուսական շուկան, ԵԱՏՄ ամբողջ շուկան եւ տասնամյակներ շարունակ կառուցված տնտեսական կապերը։ Երևանը ստիպված կլինի ռուսական գազ գնել եվրոպական գներով, ինչը 3 անգամ թանկ է ընթացիկ սակագներից։ Նման հայտարարությունները, նման կոշտ բառապաշարով, վիրավորական բառապաշարով հակառակ էֆեկտն են ունենում եւ այո, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կարող են բարձրացնել, որովհետեւ փաստորեն հարցը ներկայացնում են այնպես, որ Հայաստանը, չգիտեմ, սովիտ աղքատությունից դրդված պիտի մնա ռուսական ազդեցության տակ։ Աստանայում մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մասով կքննարկվի Հայաստանի ԵԱՏՄ-ում հետագայում մնալ-չմնալու հարցը։ Ըստ քաղաքագետների, հայ-ռուսական լարվածության պարագայում Արևմուտքը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները պետք է Հայաստանի երաշխիքներ տան ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգային առումով։ Պետք է շատ ամուր անվտանգային երաշխիքներ, որ Ադրբեջանը չի փորձի օգտվել առիթից, սա մեկ, եւ երկրորդ պիտի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը հատուցել այն հնարավոր ծանր
սոցիալ-տնտեսական հետևանքները, որ ունենալու է միանշանակ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում։ Դա խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին։ Արևմուտքից եվրաչինովնիկների այցը ավելի նպաստեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առանց այն էլ ամորֆ հարաբերությունների լարվածությանը։ Ռուսական մեդիա դաշտում քննարկվող եւ Կրեմլի մամուլի խոսնակին ուղղված հարցը հետեւյալն է. Հայաստանում ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հնարավոր է հնչեն հակառուսական հայտարարություններ։ Պեսկովն արձագանքել է, որ հայտարարություններ են լսել Հայաստանի կառավարության ղեկավարից եւ արտաքին գործերի նախարարից, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ Նաիր Մուրադյան, ժամը լրատվական։ Ռուսական գազի գինը Հայաստանի համար ավելի քան արտոնյալ է, սակայն այն կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից, այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլը լսել է Փաշինյանի հայտարարությունները, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամներ են եւ շարունակում են երկխոսության մեջ մնալ։ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնը եւս մեկ անգամ օգտագործել է քարոզչական նպատակներով եւ որքան էլ արտարոց հնչի, այս անգամ խոսել է, թե իբր 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից վարձկաններ եւ ահաբեկիչներ են կռվել իրենց դեմ։ Հեքիաթների սիրահար Ալիևը խաղաղության մասին խոսում է ներկա ժամանակով, բայց պատերազմական հորտանքները ամուր պահում սեփական արխիվում։ Ինչ վոյաժներ է անում Ալիևը ՄԱԿ-ում, Էդվարդ Պողոսյանի ռեպորտաժում։ Աշխարհի բաց աչքին Բաքուն չի ավարտել իր խաղը ՄԱԿ-ի բարձր հարթակում դարձյալ նույն երգն են երգում, դարձյալ նույն զեկույցը շրջանառում, թե իբր 2020-ին 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից վարձկաններ ու ահաբեկիչներ են կռվել իրենց դեմ։ Քաղաքական աշխարհի կենտրոնական կառույցում լավ գիտեն, ծանոթ են չարք-չրկված թղթի կտորին։ Ադրբեջանցիներն այն քարշ են տալիս դեռ 2020-ի նոյեմբերի 18-ից, պատերազմի ավարտից նույնիսկ 10 օր չանցած։ Հետական քաղաքական հաստատուղթ է զուրկ իրավական ինքերից։ Մենք պետք է իմանայինք նոր անունների մասին, նոր դատապարտումների մասին, եւ զարմանայինք, որ իսկապես անձիկ ովքեր քաղաքացի երբեք չեն եղել, բարձում է հավաքագրված են եղել Հայաստանի իշխանությունների, ոչ չկա նման փաստ։ Միջազգային իրավունքի մասնագետն այստեղ հիշեցնում է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի գործը։ Վիգենին ադրբեջանցիները գերեվարել էին Եռակողմ համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը, նոյեմբերի 10-ին Շուշիում։ Նրան տարել էին Բաքու եւ շինծ ու ապացույցներով դատապարտել 20 տարվա ազատազրկման հենց վարձկան գործունեության եւ ահաբեկչության մեղադրանքներով։ Վարձկանությունը չապացուցվեց ոչ թե դատավարության ընթացքում, այլ օբյեկտիվորեն, որովհետեւ Վիգենը Հայաստանի քաղաքացի է։ Իսկ այդ հանգամանքը արդեն իսկ բացառում է վարձկանությունը։ Մենք գործ ունենք կեղծված ապացույցներով դատական գործերի հետ, այլ անձինք։ Ուղղակի նա անուններ չի շրջանառում գումարի համար, որ կռվել է Հայաստանի համար, չկա այդպիսի փաստ։ Մյուս կողմից Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները հիմա նույնը չեն, ինչ 2020-ին, 21-ին, 22-ին եւ 23-ին։ Ի տարբերություն այդ տարեթվերի, Երևանն ու Բաքուն ԱՄՆ նախագահ Թրամփի վկայությամբ նախաստորագրված խաղաղության պայմանագիր արդեն ունեն։ Առայժմ միակողմանի Ադրբեջանից Հայաստան առևտուր։ Ավելին, Երևանն ամենաբարձր մակարդակով իսկ խոստացել է Բաքվի դեմ միջազգային իրավական բոլոր հայցերը հետ կանչել։ Ինչու ադրբեջանական կողմն այդպես էլ չի կարողանում քաղաքական մի թղթից հրաժարվել, այն հետ կանչել ու մոռանալ դրա մասին, թեկուզ հանուն հաստատված խաղաղության, ինչպես ձևակերպում են եւ պնդում, թե իբր իրենց ջանքերի արդյունքն է։ Առաջին հերթին ստեղծել հայելանման իրավիճակ, այսինքն մենք գիտենք, որ իրենք են լայնորեն օգտագործել, բայց լավագույն եղանակը քողարկելու հանցագործությունը դիմացինին մեղադրել այն հանցանքի համար, որ հենց Ադրբեջանն է։ Ի տարբերություն Բաքվի, սակայն Հայաստանը միջազգային հանրության հետ փաստերով է խոսել, առաջին իսկ պահից ապացուցել, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանը սիրիացի վարձկան ահաբեկիչների է ներգրավել, $2000 աշխատավարձ, լրացուցիչ $100 էլ յուրաքանչյուր հայի գլխի համար խոստանալով։ Ի դեպ նրանցից երկուսը Յուսեֆ Ալաբետ Ալ-Հաջին եւ Մուհռաբ Մուհամմադ Ալ-Շխերին, որ մեր երկրում ցմահ ազատազրկման էին դատապարտվել, հետ Սիրիա Հայաստանի կողմից հանձնվեցին միայն այս տարեսկզբին Բաքվից 4 հայ գերու ազատարձակման դիմաց։ Հիմնական նպատակը դա կոչկելն է այդ իրենց իսկ հանցագործները, որոնք միջազգային հանցագործություն են, ասենք մարդկանցության դեպ ուղղված հանցագործություն Արցախի տեղահանումը, եւ երկրորդը արդեն նաեւ Հայաստանի նկատմամբ ունենալ
քաղաքական ճշմարտ գործիք։ Ադրբեջանը խաղաղության մասին խոսում է ներկա ժամանակով, բայց պատերազմի լեզուն շարունակում է պահել քաղաքական արխիվում, եւ քանի դեռ Բաքուն միջազգային հարթակներում չի հրաժարվում վաղուց մաշված ու սին մեղադրանքներից, մասնագետներն ասում են, ոչ միայն դժվար, այլև անհնար է հավատալը, որ անցյալի էջը շրջելու ադրբեջանական հայտարարությունները միայն դիվանագիտական ձևակերպումներ չեն։ Էդվարդ Պողոսյան, Ժամ լրատվական։ Բաքվում կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է, նա դառնում է 58 տարեկան։ Բարերարը երրորդ անգամ է իր ծննդյան օրը դիմավորում ադրբեջանական բանտում։ Նա եզակի սկզբունքային հայ է, մարդասիրական իր մղումներով ու հայրենիքում իրականացած լայնածավալ նախագծերով։ Այսօր նա ադրբեջանական զնդանից հերթական ուղերձն է հղել, նշելով, որ բոլորը պետք է հասկանան, որ կանգնած ենք մեծ մարտահրավերի առաջ եւ սա ընտրությունների հարցը չէ։ Նրա խոսքով պատերազմը չի ավարտվել, պատերազմը շարունակվում է։ Եվ հիմա, երբ որ մեզ Ռուսաստանի եւ Եվրոպական միության մեջ փորձում են կռվեցնել, Վարդանյանի խոսքով ամենավտանգավորը այն է, որ մենք վերջում ընկնելու ենք երրորդ ուժի տակ եւ այդ երրորդ ուժը նստած սպասում է, թե ինչպես ենք դառնալու իրենից կախված։ Մայիսի 28-ի ռազմական շքերթից առաջ Ռուբեն Վարդանյանը հիշեցրել է, որ հայ զինվորները ու սպաները այսօր գերի են ադրբեջանական բանտում։ Ազատությունը հոգուվիճակ է, երբ գիտես, որ վարվել ես ճիշտ քո սկզբունքներին հավատարիմ, ինչը կարող է դրդել հաջողության, ապահով ու բարեկեցիկ կյանքի գագաթնակետին հասած մարդուն ընտրել ամենափշոտ ճանապարհը։ Մի քանի տասնյակ տարի առաջ ես ասացի իմ համար կարևոր է իմ հայրենը, թե կարևոր չի։ Եվ երբ որ ես պատասխանում որ դա կարևոր է, ասի դա ինչ է նշանակում։ Դու ասես սիրում ես, դա նշանակում է իմ հասկացության մեջ ամենաուժեղ սերը, որ միջև վերջ, եթե մենք ասում ենք սերը, որ ես պատրաստ եմ ուրիշ մարդու կյանքը տամ, ես պատրաստ եմ իմ ընտանիքի համար կյանքը տամ, ես պատրաստ եմ իմ հայրենիքի համար կյանքը տամ, թե պատրաստ չեմ։ Ես պուճուր հողի կտորը, ես պուճուր երկիրը, որ ունի շատ լուրջ խնդիրներ, իմ համար կարևոր է։ Կարևորը վաղուց էր ֆիքսել ու տասնամյակներով էր առաջ նայում։ 20 տարում 700 պրոյեկտ գծեց ու $700 միլիոն բերեց հայրենիք։ Հեռավոր 2001-ին նախաձեռնած զարգացման 4 սցենարով Հայաստան 2020-ից պիտի սկիզբ առնեին հետագա մեգանախագծերը։ Experience and immediately when I started this participation in this project, I realized this would be a definitely important part for Armenia because First նայում էի այդ վիդեոն իհարկե դավայրում ինչքան եմ փոխվել ես, ինչքան եմ ոնց է փոխվել մազերիս գույնը եւ ցավալ է, բայց դա իրականությունը ոչ բան չես կարող փոխել, բայց բովանդակային մասով ոչ բան չի փոխվել։ Նույն ձեւ ոնց որ ես մտածում եմ 20 տարի առաջ։ Երբ սկսում էինք ճոպանուղու կառուցումը, ինձ հետ հանդիպեցին փոխմարզպետն ու համայնքների ղեկավարները եւ ասացին, որ գտել էին ինձ համար 3 միլիոն խնայելու տարբերակ։ Գաղափարն այսպիսին էր. յուրաքանչյուր գյուղի վրա ներդրվում է $1 միլիոն, եւս 1 միլիոն վանքի վրա։ Այն ժամանակ ասացի, լավ միտք է, բայց ինչ է լինելու 5 տարի հետո։ Եվ երբ շվեյցարացի մասնագետների հետ կառուցեցինք ճոպանուղին, բոլորին արդեն պարզ դարձավ նպատակը։ Հայրենիքում ու աշխարհով մեկ հայկական ժառանգության 2 տասնյակից ավելի հուշարձանների կյանք տվեց։ Թբիլիսիի Սուրբ Գևորգ Մայր տաճարից մինչև Իրանում Սուրբ Թադևանքը, նաև Շուշիի իրանական Գոհար աղայի վերին մզկիթը։ Հայկական աշխարհը շատ մեծ է։ Մենք ունենք Սինգապուրում, Երուսաղեմում, Վրաստանում, Պարսկաստանում տարբեր հայկական մշակութային կենտրոններ, որոնք մեզ պետք է պահպանել։ Եվ եթե մենք ուզում ենք, որ իրանք հարգեն մեր մշակույթը այնտեղ, մենք պիտի հարգենք մշակույթը ստեղ։ Ապագայի կտորները տեղադրեց ներկայի մեջ, սովորեցնելով ավելի մեծ երազել, լինել աշխարհի մի մասնիկը, բայց երբեք չկորցնել սեփական արմատը ու զորավիք լինել մեկ-մեկում։ Մեր գյուղում Փարբիում մեծ ծառ կար, այդ ծառի շուրջ նստում հավաքում են մեծերը, երիտասարդները գալիս էր, փոխը կայնում էին, ասում էին տալիս գավառը մենք կայնեն, բայց խոսքի իրավունք չունեն ասելու, բայց նարդ էին խաղում, խոսում էին, վիճում էին։ Այդ ծառերը չկան։ Որ ինքնության պահպանման ու աշխարհը փոխելու ամենահզոր զենքը կրթությունն է եւ որ կրթվել է երբեք չարժեզրկող ներդրում է, Ռուբեն Վարդանյանն ու կինը լավ գիտեին ու 2014-ին հիմնեցին UWC Դիլիջան միջազգային դպրոցը, կամրջելով Հայաստանը աշխարհի հետ։
Ինձ ասում էին այդպիսի դպրոց, դու խելագար ես, ով է Ճապոնիայից, Ամերիկայից, Ֆրանսիայից գալու Դիլիջան սովորելու, բայց արի ուտես գալիս են ֆրանսիացիներ, գերմանացիներ, Չիլիից, Զիմբաբվեից երիտասարդներ Հայաստանում սովորելու եւ դառնում են ապագա Հայաստանի դեսպանները։ Ավրորան է համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունը ի երախտագիտություն հայոց ցեղասպանության օրերին հայերին ձեռք մեկնողների։ Ավրորան խորքային ուղերձով եկավ աշխարհին ասելու, որ հայը գիտի երախտապարտ լինել։ Մրցանակի միջոցով օգնության ձեռք է մեկնում այսօրվա աշխարհում կարիքի ու դժվարությունների մեջ հայտնված մարդկանց, ցույց է տալիս, որ հայը զոհ չէ, որ հայը արժանապատիվ է եւ ինքն էլ կարող է օգնել, ինչ որ բան տալ աշխարհին։ Հենց ցավ որ մենք ապրել ենք 100 տարի առաջ, կամ հենց ցավ որ մենք ապրում ենք հիմա, մենք կարանք հաղթարենք մենակ մենք ինքներս անելով այն քալերը, որ պիտի անի մարդ, որ հավատում է իրան, հավատում է իր ազգին, հավատում է իր եկեղեցուն։ Նա Արցախ գնաց դեռ այն ժամանակ, երբ երկինքը մռայլ էր, ապագան անորոշ։ Կանգնեց Արցախցու կողքին ամենածանր շրջափակման ու զրկանքների օրերին։ Սեփական անձի կատարյալ մոռացումներ հանուն ընդհանուրի։ Այսօր Ռուբենը Բաքվի բանտում է։ Նրա բանտախցից եկող լռությունը մեր խղճի ձայնն է, մեր ցավի ու հպարտության միախառնումը, ցավ արդարության համար եւ հպարտություն, որ ունենք այս տեսակը, ով վճարել է ամենաթանկ գինը, սեփական ազատությունը հանուն կարևորի։ Ողջավալ լինելու ինձ ներետում Ռուբենը Վարդանյանը որպես Կարլենի տղա Համո Վարդանյանի թոռ, շնորհակալ եմ ձեզ բոլորին, որ դուք ինձ տվել եք այս երջանկությունը հայրենելու եւ սիրելու իմ հայրենիքը։ Հայացքը չթեքել, լռության չմատնել, նրա ընտանիքում են ակնկալում։ Ճակատագրի վրա ազդում են ոչ միայն գործողությունները, այլև անգործությունը։ Նրա 58-ամյա կյանքի պատմությունը շարունակվում է։ Խորը գետերը դանդաղ են հոսում, ու այդ պատմությունը գրվում է հենց հիմա, հույսերում ու աղոթքներում Ռուբենի համար։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ինչու են մարդիկ Հայաստանում սկսել վատ ապրել, դարձել պարտքի ու բանկի գերին։ Շարունակում ենք թողարկումը։ Մարդիկ դարձել են պարտքի ու բանկի գերին։ Հայաստանի ֆինանսական հատվածում առևտրային բանկերը շարունակում են մնալ ամենախոշոր եւ կայուն կառույցները։ 12 տրիլիոն են գնահատվում այս ոլորտի ակտիվները Հայաստանում։ Վերլուծաբանները նշում են, որ սպառողական վարկերն են շատացել, տնային տնտեսություններին տրված վարկերի ավելացման հետևանքով ավելացել է նաեւ վերջիններիս բեռը։ Ֆինանսական ոլորտը Հայաստանում 2025-ին աճել է բոլոր ուղղություններով։ Հայաստանի ֆինանսական հատվածում առևտրային բանկերը շարունակում են մնալ ամենախոշոր եւ կայուն կառույցները։ 2025 թվականի տվյալներով երկրում գործում է 17 բանկ, որոնք ունեն ընդհանուր շուրջ 546 մասնաճյուղ։ Ավելի քան 12 տրիլիոն դրամ է գնահատվում այս ոլորտի ակտիվները Հայաստանում։ Սա նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական հոսքերի արդյունքն է։ Մյուս կողմից տարածաշրջանային պատերազմն է առաջացրել ռիսկեր այս ոլորտում։ Զգալիորեն աճել են նաև համաշխարհային տնտեսական աճի վատթարացման ռիսկերը, որոնք մեծապես կախված են նաև հակամարտության տևողությունից եւ էսկալացիայի հետագա մասշտաբներից։ Գնահատականներ կան, որ նույնիսկ եթե հենց այսօր հակամարտությունը ավարտվի, մենք դեռևս մի քանի ամիս ապրելու ենք մի աշխարհում, որտեղ մենք զգալու ենք այդ հակամարտության արդյունքները։ 2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական նվազեցման քաղաքականություն է իրականացրել, այն հասցնելով 6.75%-ի։ Դրա արդյունքում ֆինանսական շուկային փողի հասանելիությունը մեծացել է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծել վարկավորման տոկոսադրույքների կայունացման կամ նվազման համար։ Սրա արդյունքում հիմնականում աճել է սպառողական վարկառումների թիվը, ինչը մասնագետների տեսանկյունից այնքան էլ լավ միտում չէ։ Տարվա ընթացքում տնային տնտեսություններին տրամադրված վարկերի բարձր աճի արդյունքում աճել է նաև վերջիններիս պարտքի բեռը։ Միաժամանակ վերջին տարիներին դիտարկվել է նաև վարկերի ժամկետայնության աճ, ինչը մեղմելով պարտքի սպասարկման բեռի աճը միաժամանակ մեծացնում է նաև պարտքի անխոչնդոտ սպասարկման վերաբերյալ անորոշությունը։
Վարկերը աճում են ավելի արագանցիկ տեմպերով, քան եկամուտներն են աճում։ Նախորդ տարի շարունակել է աճել շինարարությունը, բայց անշարժ գույքի շուկայում նկատվել են փոփոխություններ։ Մասնավորապես ոլորտում պահանջարկն է որոշակիորեն նվազել։ Սա եւ շուկայում գնային նվազման միտումները կենտրոնական բանկը կանխատեսել էր ժամանակին, բայց բարեբախտաբար ամենահոռետեսական սպասելիքները անշարժ գույքի շեշտակի արժեզրկումը նախորդ տարվա ընթացքում չի գրանցվել։ Մենք ունենք գների որոշակի թեթև աճ, բայց վարձավճարների նվազում, այսինքն դու ինվեստիցիոն տեսանկյունից ես նայում, քո համար որպես ինվեստիցիա ինքը դառնում է ոչ այդքան գրավիչ, քան նախկինում էր, ուստի մենք կարծում ենք, որ այստեղ ներդրումային գրավչության կարող է որոշակի նվազում տեղի ունենա։ Գալիք տարիներին արտաքին պրոցեսների հետևանքով Հայաստանի ֆինանսական շուկան կարող է ենթարկվել լուրջ ցնցումների։ Խիստ հոռետեսական սցենարների դեպքում նույնիսկ բանկային համակարգը կկարողանա, այսպես ասած, մասել շոկային էֆեկտը։ Կենտրոնական բանկի սթրես թեստերն են դա ցույց տվել։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Բեռնատարը, որը չի կարողանում հատել Լարսի անցակետը, ոչ թե սովորական մեքենա է, այլ Հայաստանի տնտեսությունը, հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Խորհրդանում Լուսավոր Հայաստան օրենսդրական փոփոխությունների նախագծերով կառաջարկի շուկայի պահանջները համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին միջազգային խնդիրների առաջացման դեպքում այլընտրանքային ճանապարհներ ունենալու համար։ Մենք գիտենք, որ այս խնդրը հնարավոր է լուծել, սիրելի հայրենակիցներ։ Հնարավոր է լուծել, որովհետև Պարլամենտում համապատասխան օրենսդրական փաթեթներով այն չափանիշները, որ Եմեն օրինակ պահանջում էր Հայաստանից, դրանք իրականացնելով ունենալ հնարավորություն ստանալ ալտերնատիվներ, այլընտրանքներ։ Միևնույն ժամանակ չլինել արկածախնդիր եւ եղած 80%-անոց շուկան չդնել հարվածի տակ։ Այսինքն ես ուզում եմ երկու այդ ոնց են ասում, էջի երկու երեսն էլ ցույց տալ մեր ժողովրդին։ Ժողովուրդ, էջի մի երեսն այնա, որ 80% կախված ենք այդ շուկայից, եւ այդ երեսի հետ նաեւ են կա, որ ունենք խնդիրներ, խնդրեմա ստեղծված, խնդրեմ կա, այս խնդրեմը լուծող չունենք։ Եթե ուժեղ Հայաստանը հաղթի, ապա կառավարության հենց առաջին նիստում ընդունելու են երկրի գլխավոր օրենքը, Սաֆարովին կանխարգելելու օրենքը։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է հայտարարել, պարզաբանելով, որ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևիցե ֆիզիկական կամ իրավաբանական անձ մեր երկրում չի կարողանալու ձեռք բերել որևէ անշարժ գույք։ Ուժեղ Հայաստան դաշինքը մի սեղանի շուրջ է նստել քննարկելու քաղաքական թիմի առաջնորդ Սամվել Կարապետյանի խոսքով մեր ժողովրդին ամենաշատը հետաքրքրող հարցը։ Անցնող 2 ամսվա ընթացքում հանրությանը ներկայացրել են իրենց ծրագրերը, խոստացել իշխանության գալով 5 տարվա ընթացքում մեր երկրում ստեղծել 300,000 նոր աշխատատեղ, փոքր բիզնեսին ազատել հարկերից, туриզմի զարգացման համար ոլորտում շուրջ $1 միլիարդ ներդրում բերել, խոշոր միջոցներ հատկացնել նաև ժողովրդագրական ցուցանիշների բարելավման համար, բայց այս ամենը չի ստացվի, եթե, նշում է Կարապետյանը, չլուծեն մեր հասարակության առջև ծառացած անվտանգային ամենակարևոր ու հրատապ խնդիրը։ Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի եւ Ալիևի պլանավորած 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ բոլոր մեր տնտեսական ծրագրերը անիրագործելի են լինելու։ Երկրի կառավարման ղեկն իր ձեռքն առնելուն պես նորընտիր կառավարության հենց առաջին նիստում ուժեղ Հայաստանը խորհրդարան առաջարկ կուղարկի օրենքով արգելելու Ադրբեջանի քաղաքացիներին մեր երկրում հողատարածքներ կամ անշարժ գույք ձեռք բերել։ Դա մենք կոչել ենք Սաֆարովի կանխարգելման օրենք։ Միջազգային պրակտիկայում համապատասխան մեխանիզմները տարածված են, օրինակները կան, ասում է ընտրապայքարում ուժեղ Հայաստան դաշինքի երկրորդ թեկնածու Արամ Վարդևանյանը, շեշտելով, որ մեր սահմանադրությունը նույնպես հողի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն ընձեռում է։ Օրենսդրական փաթեթը, որով մենք փորձ ենք անելու զսպել եւ երաշխավորել մեր հայրենակիցների անվտանգությունը, այդ թվում սեփականության իրավունքի, տնտեսական զարգացումների, կարծում եմ պարզապես անհրաժեշտություն են դարձնում նաև հենց նման օրենսդրական փաթեթի ընդունումը։ Սա նաև ազգային արժանապատվության հարց են համարում ուժեղ Հայաստան դաշինքում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Հանուն Հանրապետության կուսակցության համար ժողովրդավարության որակը կախված է ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության որակից։ Կուսակցության падգամավորության տեխնացուները համարում են, որ իշխանության վատ կառավարելու դեպքում ընդդիմության վերահսկողություն է անհրաժեշտ Հայաստանում, ըստ Հանուն Հանրապետության կուսակցության շատ քաղաքացիներ դժգոհ են իշխանությունից, բայց չեն վստահում այն ուժերին, որոնք իրենց ներկայացնում են որպես ընդդիմություն։ Նրանք, ովքեր կիսում են մեր գաղափարները, մենք նրանց համարում ենք մեր շարժման մասնակից։ Նրանք, ովքեր անկախության, ազատության, ինքնիշխանության համար պատրաստ են պայքարել, նրանք մեր շարժման անդամներ են։ Քաղաքացիական պայմանագիրը քարոզարշավը շարունակել է Գյումրիում, կուսակցության ներկայացուցիչները շրջել են Գյումրիի փողոցներում, բաժանել քարոզչական թռուսիկներ, զրուցել քաղաքացիների հետ և լսել նրանց հուզող խնդիրները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության տեխնացուներն այսօր քարոզարշավի շրջանակում պատտվել են Գյումրիում, խոսել քաղաքի բնակիչների հետ։ Երիտասարդների հետ շփման ընթացքում կուսակցության առաջնորդը մասնավորապես անդրադարձել է պետական համակարգի արդյունավետության բարձրացման միջոցներից մեկի՝ կադրերի ճիշտ ընտրության հարցին։ Աշխարհի թոփ 200 համալսարաններում սովորած շրջանավարտներին մենք հիմա սկսելու ենք ակտիվորեն ներգրավել պետական կառավարման համակարգ։ Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Կապը հետևյալն է, քանի որ մարդիկ իրենց կրթության վրա մեծ ներդրումներ են արել, նրանք ովքեր ընդունվել են, եւ նրանք հիմնականում ենք տեսնում ենք, որ պետական կառավարման համակարգում աշխատանքը իրենց համար գրավիչ չի։ Մարդկանց հետ զրույցի ընթացքում քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները նաև անդրադարձել են քաղաքում աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև նվազագույն սպառողական զամբյուղի ծախսերը հոգալու համար կենսաթոշակի բավարարել չբավարարելու խնդրին։ Հայրիկ ջան, նախ 10,000 պլյուս 10,000 ենք ավելացրել։ 10,000 ընձի ավել չի եկել, վատել է։ Անկախիկ պետք է առևտուր արեք 10,000 հետ կստանաք ավել։ То есть ինչ գործում եք վերասացել, սաղ ճակես նախ դե եղել, նախ։ Դե հա, սաղ կյանքը, բայց կյանքը փոխվում է, չէ։ Փաշինյանը նաև խոսել է Գյումրու մշտական խնդրի, աղետի գոտու վերացման մասին եւ նշել, որ հարցը գալիք տարիներին ամբողջությամբ պետք է լուծված եւ փակված լինի։ Եթե պետությունը ունի պարտավորություն, կարվի։ Եթե չունի պարտավորություն, մենք ձեզ պետք է օգնենք, որ դուք աշխատեք սեփական աշխատանքով տունը։ Ավելի լավ պայմաններ ձեզ կառաջարկենք։ Առաջիկա 5 տարում պետք է 2031 թվին պետք է Գյումրիում դոմիկ չլինի։ Շրջայցի ընթացքում քաղաքացիական պայմանագրի առաջնորդը նաև խոսել է փողոցում առևտուր անող քաղաքացիների հետ, նշելով քաղաքում շուկաներ ստեղծելու կամ հները հավուր պատշաճի աշխատացնելու անհրաժեշտությունը, որպեսզի այլևս փողոցներում առևտուր կազմակերպելու կարիքը չլինի։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Ռեֆորմիստների կուսակցությունը շարունակում է քաղաքացիների ներկայացնել քաղաքական թիմի 7 կետանոց ծրագիրը, անդրադառնալով այն փոփոխություններին, որոնք ըստ կուսակցականների կարող են էական ազդեցություն ունենալ երկրի կյանքի վրա։ Կուսակցության ներկայացուցիչները հայտնել են, թե ընտրվելու դեպքում ազգային ժողովի օրակարգ կբերեն օրենքի նախագիծ, որով կնախատեսվի 2 միլիոն դրամի միանվագ աջակցություն յուրաքանչյուր նորածին երեխայի ծննդի դեպքում։ Ընկել ենք շնորհակալ։ Ժողովրդավարական համախմբում կուսակցության падգամավորության տեխնացուները հանդիպել են Շիրակի տարբեր համայնքների իրենց համախոհների հետ։ Գյումրիում Մարալիկում կուսակցության անդամները հայտնել են, որ իշխանափոխությունից բացի եկել է նաև ընդդիմափոխություն անելու ժամանակը։ Դրա համար առաջին քայլով իրականացնելու են ընդդիմափոխություն, հետո միայն իշխանափոխություն։ Պարլամենտական ընդդիմությունը ըստ կուսակցության падգամավորության տեխնացու Սուրեն Պետրոսյանի պետք է լինի ազգային անվտանգության առաջնային գործոնը։
բոլոր քաղաքական կուսակցություններում համախմբումը եւ միավորումը տեղի ունենում կամ ընդհանուր շահի կամ ընդհանուր ֆինանսների շուրջ։ Միակ քաղաքական ուժն է, որը իր անդամներին համախմբել է իր խորը համապարփակ հիմնավոր գաղափարախոսության տակ, բոլորի մեկը մյուսի նկատմամբ անվերապահ վստահությունը եւ հարգանքը եւ բոլորի հավատը կուսակցության իրենց թիմի հաջողությունների նկատմամբ։ Տաղավար կվերադառնանք կարճատև դադարից հետո։ Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում կամ 1 զոհ եւ 3 վիրավոր։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը 27-ն է, ավելին քիչ ուշ։ Շարունակում ենք թողարկումը։ UCOM-ի և Staff KTM-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Off-Site Vol 1 միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին։ UCOM ընկերությունում կարևորում են նման հարթակների ձևավորումը և գործընկերների հետ այնպիսի կարևոր թեմաների քննարկումը։ UCOM-ի և Staff KTM-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Executive Off-Site Volume 1 բացառիկ հանդիպումը, որը մեկ հարթակում համախմբել էր Հայաստանի առաջատար ընկերությունների հիմնադիրներին, գործադիր տնօրեններին և պետական պաշտոնյաներին, քննարկելու կազմակերպությունների զարգացման նոր ուղիները արագ փոփոխվող աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական միջավայրում։ Անկախ նրանից, թե կազմակերպությունը ինչքան տեխնոլոգիական առումով հագեցված է կամ ունի համապատասխան լուծումները, ամենամեծ մարտահրավերը մնում է, որ այդ կազմակերպությունների կամ ընկերությունների ղեկավարներին, տնօրեններին ճիշտ կառավարելը, ճիշտ որոշումներ կայացնելը, ճիշտ տեղավորվել փոփոխականների մեջ եւ արանքում, որ միշտ կազմակերպությունը հասնի ինչ-որ մի հաջողակ հարթակի կամ լուծումների կամ ձեռքբերումների։ UCOM-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանը եւ Change School-ի հիմնադիր Վիրեն Լալը քննարկել են արհեստական բանականության ազդեցությունը որոշումների կայացման վրա, ինչպես նաեւ այն կառուցվածքային խոչընդոտները, որոնք հաճախ դանդաղեցնում են խոշոր կազմակերպությունների զարգացումը։ UCOM ընկերությունում կարևորում են նման հարթակների ձևավորումը եւ գործընկերների հետ նման կարևոր թեմաների քննարկումը։ Շատ ուրախ ենք, որ այս միտքը գաղափարը, որը որ ձևավորվեց փոքր սենյակից այլ երկրում, այլ քաղաքում, դարձավ Հայաստանում նման մեծամասշտաբ միջոցառում եւ UCOM-ն էլ գիտակցելով, կարևորելով այս ուղղությունը մեզ միացավ որպես համակազմակերպիչ։ Միջոցառման ընթացքում թեմատիկ քննարկումները վերաբերում էին տեխնոլոգիական տրանսֆորմացիային եւ արհեստական բանականության դերին, կենտրոնացված վերահսկողության եւ ինքնավարության հավասարակշռությանը, ինչպես նաեւ անկայուն միջավայրում կապիտալի արդյունավետ կառավարմանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Առաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը, շրջակա միջավայրի նախարարն է տեղեկացրել։ Ծրագիրը գործադիրում կարևոր ռազմավարական ներդրում են համարում լճի էկո համակարգի բնական հավասարակշռության վերականգնման գործում։ Օրվա մյուս կարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մինչև մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսը Երևանում ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումն ու տեսանկարահանումը խստիվ արգելվում են։ Արգելքը վերաբերում է ինչպես քաղաքացիներին, այնպես էլ լրատվամիջոցներին։ Պաշտպանության նախարարությունից նշել են, որ նկարահանման պաշտոնական հնարավորություն կտրամադրվի միայն մայիսի 28-ին սահմանված կարգով։ Բացի այդ, խստիվ արգելվել է նաև ԱԹՍ-ների դրոնների կիրառմամբ նկարահանումը։ Հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող հնարավոր հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով գլխավոր դատախազությունը գործարկել է թեժ գիծ 010 511 527 հեռախոսահամարով։ Թեժ գիծը կգործի մինչև հունիսի 7-ը ներառյալ աշխատանքային օրերին ժամը 09-ից 18:00, իսկ քվեարկության օրը շուրջօրյա։ 2026-27 ուսումնական տարվա առաջին դասարանցիների էլեկտրոնային հայտագրումը կանցկացվի 3 փուլով։ Առաջին փուլը հունիսի 8-ից 21-ը նախատեսված է արտոնություններ ունեցող երեխաների համար։ Այս խմբում են նույն դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցողները, դպրոցի աշխատակիցների երեխաները եւ սոցիալական որոշ խմբերի երեխաները։ Արտոնություն ունեն նաեւ խնամակալության տակ գտնվող եւ հաշմանդամություն ունեցող երեխաները կամ նման ծնողների երեխաները։ Հունիսի 23-ից սկսվում է երկրորդ փուլը։
ընդհանուր հիմունքներով հայերեն դասարանների ընդունելության համար։ Երրորդ փուլը կմեկնարկի հունիսի 30-ից եւ վերաբերում է ռուսերենով ուսուցման դասարաններին։ Երկիակ, եռյակ կամ ավելի երեխաներից մեկի ընդունվելը նույն դպրոց հնարավորություն կտա նաեւ մյուսներին ընդունվել այստեղ։ Երևանում Բաղարշյան եւ Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ վթար նախնական տվյալներով ջիփ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կոտրել լուսակիրը եւ բախվել էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով տուժել է 3 մարդ, որոնցից 2-ը հետնոտներ են, իսկ մեկը ավտոմեքենայի ուղևոր։ Նրանք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, մեթեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով, տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա մոտ 6 վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 13-ից 18 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 22-ից 26, Լոռիում 18-ից 22, Տավուշում 20-ից 25 աստիճան, Հարերատում, Արմավիրում կդիտվի 23-ից 26, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 24-ից 27, Սյունիքի նախալեռներում 13-ից 18 աստիճան, Երևանում տեղումներ սպասվում են երեկոյան, այս գիշեր 10-ից 13, ցերեկը 23-ից 25, երեկոյան 16-ից 19 աստիճան։ Ժամի գլխավոր թողարկումից հետո դիտեք ընտրության ժամը հաղորդում, այսօրվա հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորության թեկնածու Արեգա Հովսեփյանը։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։